Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում այն, որ Ռեբեկան զգացմունք ունի Արամի հանդեպ, զգում է արդեն նաև Արամը։ Չնայած Ռեբեկան հիմա նեղացած է Արամից ու չի ցանկանում նրան տեսնել, բայց իրականում պատճառն այն է, որ Արամը ասաց, իբր ինքը հավանած աղջիկ ունի եւ ցանկանում է, որ այդ հարցում Ռեբեկան օգնի իրեն։ Արամը, հասկանալով, որ նեղացրել է Ռեբեկային, այն ռեստորանից, որում աշխատում է, քյաբաբ է ուղարկում Ռեբեկային իր ձեռքերով պատրաստած։ Էլլան էլ տեսնում է այդ պատվերը եւ մտածում, թե Ռեբեկան է պատվիրել, քանի որ տոպրակի վրա գրություն կա Ռեբեկայի համար։ Ռեբեկան ասում է, որ ինքը տեղյակ չէ ոչ մի բանից, իսկ Էլլան ասում է, որ եթե Ռեբեկան չի արել, ուրեմն Ռեբեկայի համար են պատվիրել։ Ռեբեկային էլ պատճառ էր պետք Արամին կրկին տեսնելու համար։ Նա վեր է կենում եւ գնում Վահեի տուն, որտեղ այս շրջանում ապրում է Արամը։ Վերջինս տեսնելով, որ Ռեբեկան եկել է իր մոտ, խառնվում է իրար, խուճապի է մատնվում, չգիտի ինչ անել, բացել դուռը, չբացել, եւ վերջապես բացում է ու գազազած Ռեբեկան ներխուժում է տուն։ Նա Արամին ասում է, որ այդ էժան քայլերով ու քյաբաբ ուղարկելով իրենց մոտ ոչինչ չի փոխվելու։ Արամն էլ ներողություն է խնդրում իր պահվածքի համար եւ ասում, որ իրականում ինքը ոչ մի ընկերուհի չունի եւ ոչ ոքի էլ չի հավանում, որ իր սրտում միայն Ռեբեկան է։ Գորն ու Սառան էլ գնում են հարցից գեստ ընտրելու։ Սառան հագնում է սպիտակ զգեստը եւ դուրս գալիս հանդերձարանից։ Գորը տեսնում է նրան եւ անչափ հուզվում ու ուրախանում, որ իր հետ նման բան է կատարվում եւ ինքը շուտով ամուսնանում է այն աղջկա հետ, որին շատ է սիրում։ Գորը սակայն հիմա մտահոգված է այլ հարցերով։ Նախ Դիանայի մասին իմացած նորությունը, որը շոկ է ենթարկեց նրան։ Դիանայի մարդասպան եւ հղի լինելու փաստը ուղղակի ցնցեց Գորին։ Հետո Արամը եկավ ու ասաց, որ Եվան է բանտից դուրս եկել, նրա նախկին ընկերուհին։ Գորը իմանալով, որ Եվան Ամերիկայում է, այնուամենայնիվ անհանգիստ է, քանի որ Եվան սկսել է հետաքրքրվել Գորով։ Փորձում է իմանալ, թե ուր է նա, ինչով է զբաղվում, քանի որ պլաններ ունի Գորի հետ։ Այսինքն Եվան մտածում է, որ ինքը Գորի պատճառով է իր կյանքի 5 տարիները անցկացրել բանտում, եւ հիմա, երբ արդեն ազատության մեջ է, պետք է վրեժ լուծի նրանից եւ չթողնի, որպեսզի Գորը հանկարծ երջանիկ լինի։ Արսենն էլ տպարանում ինչ-որ պլաններ է կազմում Սառայի հետ կապված։ Նա իր պլաններով կիսվում է նաեւ Սարոյանի քարտուղարուհու Գայանեի հետ։ Գայանեն սակայն զգուշացնում է Արսենին, որ զգույշ լինի, քանի որ Սառան բարի բուն իմաստով Սարոյանի աչքի լույսն է, եւ եթե Սառայի հետ ինչ-որ բան պատահի, ապա Սարոյանը դա ոչ ոքի չի ների։ Արսենն էլ մտածում է, թե ինչպես իրագործել իր խարդախ պլանները, ինչպես միանալ Սառային, ամուսնանալ եւ տիրանալ նրա ունեցվածքին։ Փաստորեն այս պահին երկու նոր կերպար, որոնք ցանկանում են բաժանել Սառային ու Գորին, դրանք են Արսենը եւ Եվան, որը առաջիկայում կժամանի Հայաստան իր պլանները կատարելու համար։ Հարգելի հետևորդներ, ում կցանկանայիք տեսնել, որ դերասանուհուն կցանկանայիք տեսնել Եվայի կերպարում, գրեք մեկնաբանություն։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեկտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրս կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստա փոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառային ընջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը,
Դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի, խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալից վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երացրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Աստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։